սկսենք նրանից, որ թրիփի կոնսորցիումը, որ ապագայում ստեղծվել է, ինքը ոչ հավասարաչափ բաշխում է, այսինքն սրա ընդամենը փոքր մասը 26%-ն հայկական վերահսկողության ներքո, իսկ 74%-ը, այսինքն վերահսկիչ փաթութի առույցի բաժինը ամերիկյան կողմին է։ Արդեն սա խնդրահարույց է, ինչը նշանակում է մենք խնդիրներ ունենք հետագայում այդ ուղին կառավարելու, եթե ինքը ասած չանի աշխատի։ Երկրորդը հիշում եք օգոստոս 7-ին կնքված մի շարք հաստատումներ, որը հենց վերաբերում էր կառավարման գաղափարին, ասում էր, որ կարող է նրան մասնակցի նաև երրորդ կողմ։ Արձան Միացյալ Նահանգները վերցնում է 74%, որը մի մասը հետագայում ծախելու է երրորդ կողմի վրա։ Ամբողջ խնդիրն անում է ով է այդ երրորդ կողմը, ես համոզված եմ, խոսքը գնում է Թուրքիայի մասին։ Հետևաբար Թուրքիան մաս է կազմելու թրիփի, սա նշանակում է, որ Հայաստանի վիճակը էլ ավելի է ծանրանալու Հայաստանը, այսինքն ինքնիշխան տարածքի մի հառելի հատված անցնելու ինչ-որ անհասկանալի կոնսորցիումի վերահսկողության ներքո, որ Հայաստանը չունի վճռական ձայն, Հայաստանի կարծիքը չեն հայտնելու եւ հարցնելու եւ առանց Հայաստանի կարծիքի հարցնել կարող են այդ մեծ հայաբաժնից, այսինքն 74 թե 75% մի մասը վաճառել մեծ թշնամի պետության։ Հետևաբար սա արդեն նշանակում է, որ մենք ունենք խնդրեմ, նվազագույնը, էլի այսպես անվանենք խնդրեմ, բայց իրականում այդ թրիփը դառնում է կասուզբելի, որը նաեւ էականորեն բարդացնում է մեր հարաբերությունները նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը մինչև այս վերջերս մենք դիտարկում ենք որպես մեր համար ռազմավարական դաշնակից գոնե այսօրվա կառավարությունը իր հայտարարությունը տենց բառակապակցություն էր օգտագործում, որը պարզած սուտ է, բայց ինչի վերաբերյալ նաև իրանական կողմը արդեն հայտարարությամբ է հանդես եկել, որը եւս մտահոգիչ է մեր։ Ինչպես կգնահատեք Ֆիդանի հայտարարությունը, որ թրիփը ըստ էության նույն Զանգեզուրի միջանցքն է Ադրբեջանի պատկերացմամբ։ Դե նայեք, կարելի է բառացիորեն երկու շաբաթ առաջ էս թեմայի ելույթ էր ունենում այսօրվա Հայաստան գործող ռեժիմի գործընկեր Ալիևը, որը ընդհանրապես այդ թրիփ բառը չէր օգտագործում է Զանգեզուրի միջանցք, օգտագործում է սպառնալիքի լեզուն, մի կողմից ասում է իբր թե Հայաստանի խաղաղությունը, բայց մյուս կողմից օգտագործում է սպառնալիքի լեզուն, շեշտելով, որ Զանգեզուրի միջանցք իրենք բացելու են, անկախ ամեն ինչից, անկախ Հայաստանի կամքից, նրա հետ հարաբերություններից, նրա հետ բանակցային գործընթացից։ Հետևաբար Ֆիդանը ընդամենը ավելի դիվանագիտորեն նույն միտքը արտահայտել է։ Սա հստակ կերպով ընդգծած ագրեսիա է Հայաստանի դեմ, որը սրանք թաքցնում են այսպես կոչված խաղաղության բանակցություն անվան տակ, խաղաղության գործընթաց անվան տակ, խաբելով բնակչությանը։ Չմոռանանք նաև Ֆիդանը այսօր հայտարարել էր, կարծեմ այսօր թե ընտրություններին Նիկոլ Փաշինյանին աջակցման համար, որը ընդհանրապես Հայաստանի ներքին գործերի ուղղակիորեն խառնվելու մասին է խոսում։ Հայաստանի դիրքորոշումը ըստ էության պարզ է, բայց նաև վերջին արդեն բացահայտումից պարզ դառավ, որ Ռուսաստանը եթե մինչև այդ որոշ ինչ-որ ակնկալիքներ ուներ մասնակցության, ըստ էության դուրս է մնում այդ ծրագրից, նաև Իրանն ու Ռուսաստանը հակազդեցության գործողություններ կանեն։ Ես դժվարանում եմ ասեմ Իրանն ու Ռուսաստանը ինչ կանեն։ Գիտեք վիճակի Ռուսաստանը խրված է այսպես կոչված ուկրաինական պատերազմի մեջ, Իրանում ներքաղաքական իրավիճակ էր բավականին ծանր, չնայած արդեն դեպի հանգուցալուծում է գնում։ Եվ այլն, բայց սա նշանակում է նաև Իրանի նկատմամբ ճնշումներն են արևմուտքից ուժեղանալու։ Հետևաբար ինչ կանեն իրանք, ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ գոնե Հայաստանի ներսում կձևավորվի այն գաղափարը կամ ասենք ասենք, որ թույլ տալիս համակարգի կառուցում ուղղակի չի կարելի։ Սա նշանակում է Հայաստանի գաղութացում։ Այսինքն թրիփը Հայաստանի գաղութացմանը տանող ճանապարհ ու գաղութատերը Միացյալ Նահանգները չեն, այլ Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք դառնալու են թրիփի շահառուները։ Հետևաբար Հայաստանի գաղութացումը այսպես կոչված թրիփի միջոցով ուղղակի չպետք է թույլ տալ եւ Հայաստանի ներսում պետք է ինչ-որ քաղաքական դիմադրություն սկսվի, մարդկանց բացատրել, որ երկիրը տանում են գաղութացման ճանապարհով։ Մյուս կողմից էլ կարծես թե իջիկ է դառնում իշխանությունների այն պնդումը, որ նույն ռեժիմը, ինչ Մեղրիով անցնող ճանապարհը գործելու է նաև Նախիջևանով դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի Իրան։ Փաստորեն այս ծրագրի հրապարակումը փաստում է, որ այդ նույն ռեժիմը չի գործելու Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղով։ Չէ, բարձ է, այնգլից է բարձ է, որ սրանք հավասարազոր ծրագրեր չեն, սա Հայաստանը թույլատնելու, ստրկացնելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության տակ դրելու ծրագիր է։
Եթե բոլոր այն մարդիկ, ովքեր ապագա ընտրության կաջակցեն Նիկոլ Փաշինյանին, փաստացիորեն համաձայն են երկրի գաղութացման եւ ստրկացման ճանապարհի հետ։ Սա պետք է հստակ հասկացվի, սա պետք է հստակ կերպով փորձարվի ամեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հասցնել։